անակնկալ էր, որ Թորոսյանին, Էմին Թորոսյանին հանում են թատրոնի տնօրենությունից։ Ինչ է պատահել, ինչ է եղել։ Ես նոր մի լրագրողին ասեցի, որ երևի լավ աշխատանքի համար։ Ինչ ես լավ աշխատում այդտեղ։ Լավ չես անում։ Եվ ուզում եմ բացատրեմ մոտապես իրանք ինչ են ասում։ Ասում են, որ հրավիրատոմսերը շատ ես բաժանել։ Եվ միանգամից ես ուզում եմ բացատրեմ, որ նախ չկա այդպես լիմիտ, ինչքան պետք է բաժանի տնօրենը, եւ բաց այդ դրանից տնօրենը չել բացատրում իրանց, որովհետեւ իրանք չգիտեն, որ տնօրենը իրավունք ունի համարյա մոտ 20% հրավիրատոմս տալ, բայց երբ որ հաշվարկում ենք, ստացվում է, որ դա 9.6 էլ չի անում, 9.6 էլ չի անում։ Դա պարզում է, որ շատ մեծ վնասներ է տալիս։ Եռամսյակային մեծ բան է, իրանք համարում, որ դա շատ է։ Եվ ինչու՞մն է բանը, ում է տրվել հիմնականում այդ տոմսերը։ Նախ այն դասատուներին, որոնք 10-ից 15-ից ավել երեխաներ են բերում։ Նրանց հասնում է, որ կարգապահություն լինի, որ երեխեքը իրան զուս պահեն, լավ պահեն, ինվալիդ երեխաներին, որոնք առաջին մեր տիկինը մի անգամ մահակին մարդ էր բերել։ Պարզա, որ պետք է հրավիրատոմս տալ, որ մարդիկ այդ ինվալիդ երեխաները իմանան, որտեղ է նստում, ինչ է նստում։ Երրորդը, թոշակառու մարդկանց, որոնք ինչ-որ միություններ ունեն, բան ունեն, թոշակներն էլ իհարկե շատ մեծ են, դրա համար նրանք չեն, հնարավորություն չունեն, բայց սիրում են թատրոնը եւ գալիս են թատրոն։ Եվ ոչ մի պատճառ, եւ էդ էլ ասեմ, որ ահագին ժամանակ համարյա մոտ 2 ամիս մեր հաշվետվություններն էին ստուգում, ֆինանսական, 2 ամիս խեժերը չարչարվեցին, տեսել ոչ մի բան չգտան։ Ցավոք սրտի, թե չկարող են շատ հեշտ անել, ոչ մի բան։ Միակ թերությունը, որ նա հրավիրատոմսեր է տվել եւ դրա համար հեռացնում են։ Եվ ուզում եմ մի քանի բողոքական չենք մենք։ Մենք լուրջ մարդիկ ենք եւ լուրջ վերաբերվելու ենք այս process-ի հետ։ Եթե մենք ասում ենք մենք դեմոկրատական, հա, երկրում ենք ապրում։ Ռեպլիկաներ չտակ, թե ես էլ ունեմ։ Ուրեմն ապրենք, փորձենք ունե այդպես ապրել։ Գալիս է այդ հարցերը բարձեցինք, որ ոչ մի բան չկա տեղ։ Եվ մարդիկ հանգարց գտնում են, որ դու շատ ես շռայլում եւ այդ հրավիրատոմսները շատ ես տալիս։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ դա նախ ռեկլամի ձև է։ Հրավիրել են մարդկանց, որոնք կարևոր են թատրոնի համար, թատրոնի զարգացման համար, թատրոնի մտքի համար, իրան լուսաբանելու համար։ Եթե էդ էլ չտանք, էլ ինչ անենք, տանք 100,000-ներ, որ մի անգամ տակով անցնի, որ պատանի հանդիսատեսի թատրոնում ինչ-որ բան է գնում, ներկայացում է գնում։ Ավելի լավ չի, մեր ձևով մեր ռեկլամ անենք։ Եվ կոլեկտիվը հիմնականում հասկացա, որ դա անհետ որոշում է։ Ես նույնիսկ ասեի, որ
ինձ համար դա ամանչելու դեպք է, ամոթ է, չի կարելի այդ ձևի վարվել, չի կարելի մարդկանց, որ նվիրել են իրենց կյանքը մշակույթի և հանկարծ գալիս է այդպիսի որոշում, թերի, իր բարոյական իմաստով թերի, և ոչ թե մենք ենք խեղճանում, խեղճանում է նա, ով այդ որոշումը հանում, գոնե մտածեք, ոնց անեք, որ լավ լինի,